Փառք Տիրոջ այսօրվա համար։ Слава Богу за сегодняшний день. Փառք Հիսուսին, Слава Иисусу, որ մենք այսօր արթնացանք что сегодня мы проснулись եւ մենք եկանք իր ատուն։ и пришли в Его дом. Եվ դա մեր շնորհքը չի։ И это не наша благодать, сила. Դա Սուրբ Հոգու գործն է մեր կյանքի մեջ։ Это дело Святого Духа в нашей жизни. Ամեն։ Փառք Տիրոջը։ Слава Иисусу. Գիտեք, ես այսօր մենք արթնացել ենք, Мы сегодня проснулись, ուրեմն Տերը բան ունի մեր կյանքի մեջ անելու։ значит, у Бога есть что-то, что Он должен делать в нашей Ուրեմն Աստծո жизни. ծրագրերը շարունակվում են մեր կյանքի մեջ։ Это означает, что Божьи планы они продолжаются в нашей Փառք жизни. Տիրոջը։ Слава Господу. Փառք Հիսուսին իր ծրագրերի համար մեր կյանքի մեջ։ Слава Иисусу за Его планы в нашей жизни. Փառք Տիրոջը։ Слава Господу. Հալելույա։ Սիրելի եկեղեցի, ես ողջունում եմ քեզ Возлюбленная церковь, я приветствую մեր вас Տիրոջ Հիսուսի անունով։ во имя Иисуса. Եվ այն խոսքը, որ իմ սրտի մեջ այսօր կա И փոխանցելու то քեզ, слово, которое есть в моем сердце, чтобы я передал вам, ես հավատում եմ, я верю, որ մեր կյանքում что в нашей жизни փոփոխություններ ա լինելու, будут изменения. որտեղ Տիրոջ խոսքը Потому что Слово Божье դա ճշմարտություն է, – это истина. եւ ճշմարտությունը И истина, ինքը ազատագրող զորություն ունի։ она имеет силу освобождать. Երբ որ մենք ընդունում ենք մեր կյանքի մեջ, Когда мы принимаем в свою жизнь, նա գալիս է Он приходит եւ ազատում է մեզ и освобождает нас այն ամենից, от всего того, ինչից որ մենք կարիք ունենք ազատվելու։ в чем мы нуждаемся освободиться. Ամեն։ Եվ ես այսօր այստեղ կանգնած չեմ, Я сегодня здесь не стою, որ ուղղակի շատ սիրուն խոսեմ, чтобы просто красиво говорить, լավ բաներ ասեմ։ говорить хорошие вещи. Ես այսօր այստեղ եմ, Я здесь сегодня, որ փոխանցեմ ճշմարտությունը чтобы передать истину եւ փոխանցեմ հավատքը, որը կա Աստծո խոսքի մեջ։ и передать веру, которая есть в Слове Божьем. Փառք Աստծուն այսօրվա համար։ Слава Богу за сегодняшний день. Գիտեք, սիրելիներս, Знаете, возлюбленные, մեր կյանքում շատ բաներ ա լինում, в нашей жизни бывает много շատ իրավիճակներ, обстоятельств, շատ հարցեր, много вопросов, շատ խնդիրներ много проблем. եւ լինում է այնքան մեծ խնդիրներ, И бывают такие большие проблемы. որ կարծես նայում ես Кажется, ты смотришь եւ ասում ես, и говоришь, ելք չկա, нету выхода. երևի չփոխվի, Наверное, не изменится. երևի չի լինելու ինչ-որ մի բան։ Наверное, ничего не будет. Ու այդ ժամանակ, И тогда, հաճախակի часто մի հատ հարց կա, որ մեզ տանջում է։ есть один вопрос, который нас мучает. Ճիշտ է, շատ հարցեր են լինում, Да, много вопросов, конечно, բայց бывает. մեկ հարց կա, Но есть один вопрос, որ երևակայի թե который, скорее всего, ամեն մեկս էլ տված կլինենք մեր դժվար իրավիճակների մեջ։ каждый из нас задавался этим вопросом в своих трудных обстоятельствах. Այդ հարցը էսպես է հնչում։ Этот вопрос звучит так. Տեսնես ինչ եմ արել, որ իմ կյանքում սես բանա կատարվում։ Интересно, что я натворил, что это в моей жизни сейчас происходит. Որտեղ հետաքրքրում է մեզ։ Потому что нам интересно. Մենք քննում ենք մեր կյանքը, Мы исследуем свою жизнь, հասկանում ենք, понимаем, որ այտենց ինչ որ մի հատ մեծ գլոբալ ինչ որ վատ բաներ չեն կարել, что мы там не сделали каких-то там глобально плохих вещей, ինչ որ մեղքեր չեն գործել, не грешили. բա ինչի հետևանքով կարագա մեր կյանքի մեջ այդպիսի անելանելի վիճակներ։ А из-за чего в нашей жизни такие безысходные ситуации могут быть? Այո, լինում են դեպքեր, Да, бывают ситуации, որ ինչ որ մի բան կատարվում է մեր կյանքում, когда что-то происходит в нашей որ մեր жизни, պատճառով է լինում, которые из-за нас, մեր խելքից է լինում։ из-за нашего ума. Եվ մենք հետո դրա հետևանքը խաղում ենք, А потом мы пожинаем плоды, մեղմ ասած խաղում ենք։ мягко говоря, пожинаем. Եվ գիտեք, Իսրայել ժողովրդի կյանքում И в жизни Израиля այդպիսի իրավիճակ էր։ была такая ситуация. Նրանք հայտնվել են մի հատ անելանելի վիճակի մեջ, Они оказались в очень нежелательной ситуации, безысходной. նրանք հայտնվել էին գերության մեջ։ Они оказались в рабстве. Եվ այդ գերությունը И это рабство մի տարի չէր, 2 տարի չէր, не 1, не 2 года, 430 տարի, 430 лет. հա? 400 տարի 400 лет նրանք գերության մեջ էին։ они были в рабстве. Եվ արդեն նրանք համակերպված И они уже свыкшись այդ գերության մեջ в рабстве, ապրում էին։ они жили просто. Նրանք չէին դադարում Աստծո ժողովուրդ լինելուց, Они не переставали быть народом Божьим. նրանք չէին դադարում աղոթ քանելուց, Они не переставали молиться. նրանք չէին դադարում հավատալուց, Они не переставали верить. բայց եւ այնպես Но так или иначе, նրանք գերության մեջ էին։ они были в рабстве. Եվ արդեն համակերպվել էին դրա հետ։ И они как будто уже привыкли к этому, Եվ свыклись. արդեն
միացրել էին այդ երկուսը իրար հետ։ И они как будто соединили эти две воедино. Համ գերի էին, համ Աստծո մարդ էին։ Они были и рабами, и Божьими людьми. Համ գերի էին, համ ծառայում էին։ И были рабами, и Աղոթք էին служили, անում։ молились, Հավատում էին, верили. աղաղակում էին Տիրոջը, Они взывали к Богу. բայց եւ այնպես գերության մեջ էին։ Но так или иначе они были в рабстве. Եվ հարց ինչի համար։ И вопрос почему? Եկեք բացենք Ելից գիրքը։ Откроем книгу Исход. Այսօր մենք Ելից գիրքը 1-ից մինչև 12 գլուխները անցնելու ենք շատ արագ։ Мы с 1 по 12 главы книги Исход сегодня очень быстро вместе пройдем. Ես դնեմ որ լավ տեսնեմ։ Ելից առաջի գլուխ Исход 1 глава. 8-րդ խոսքից այսպես ասում. С 8 стиха. Արդ Եգիպտոսի վրա մի նոր թագավոր ելա, որ Հովսեփին չէր ճանաչում։ И восстал в Египте новый царь, который не знал Иосифа. Եվ նա ասեց իր ժողովրդին. Ահա Իսրայելի որդիների ժողովուրդը մեզանից շատ եւ զորավոր են։ И сказал народу своему: вот народ сынов Израилевых многочислен и сильнее нас. Եկեք իմաստությամբ վարվենք նրա դեմ, միգուցե շատանան եւ լինի, որ երբ պատերազմ պատահի, եւ նրանք էլ մեր թշնամիների հետ միանան եւ մեզ դեմ պատերազմեն եւ այս երկրից դուրս гнան։ Перехитрим же его, чтобы он не размножался, иначе, когда случится война, соединится и он с нашими неприятелями и вооружится против нас и выйдет из земли нашей. Նրա համար գործավարներ դրին նրանց վրա, որ չարչարեն նրանց իրենց ծանր գործերով։ И поставили над ними начальников работ, чтобы изнуряли его тяжкими работами. Ինչ կատարվեց։ Что случилось? Իսրայելը ինչ էր արել, որ ինքը գերության մեջ գնաց։ Что сделал Израиль, чтобы оказаться в рабстве? Ոչ մի վատ բան։ Ничего плохого. Ուղղակի զորավոր էր։ Просто он был сильный. Ուղղակի մեծանում էր ինքը։ Просто он умножался. Ուղղակի բաներ կար փոխվում էր։ Просто были вещи, которые менялись. Եվ գիտեք, եթե ինչ որ մեկը մեզանից И если кто-то из нас մտածում է, думает, որ սատանան что дьявол եւ ամբողջ դիվական ուժը и весь бесовской мир, եւ ամբողջ դժողքը и весь ад, դա ուղղակի երևակայություն է, это просто воображение, դա նրանք ոչ մտածում են, они не просто не думают, ոչ ինչ որ մի բան ծրագրավորում են, ничего не планируют. եղել է որ մարդկանց հետ խոսել ենք, Бывало, мы говорили с людьми, ասել են они говорили: աշխարհիկ մարդ, мирской человек. սատանանով է, որ ինձ ինչ որ բաներ անի։ Кто такой дьявол, чтобы он что-то мне сделал? Բայց այստեղ խոսքը Но здесь слово ասում է, говорит, նա տեսավ, он увидел, որ Աստծո ժողովուրդը զորանում է, что народ Божий, он умножается, մեծանում է, он укрепляется. եւ կգա ժամանակը, որ նա դուրս կգա իր իշխանության տակից, И придет время, он выйдет из-под власти, նա ասում է, он говорит: եկեք իմաստությամբ վարվենք նրանց հետ։ давайте будем мудро относиться к ним, Այսինքն поступим с мудростью. մեր թշնամին իմաստություն ունի։ То есть у нашего врага есть мудрость, Մեր թշնամին մտածելակերպ ունի։ у нашего врага есть способность Մեր мыслить. թշնամին ծրագրեր է կարող կազմել մեր դեմ։ Он может планировать против нас. Ինչի համար։ Для чего? Որ մեզ թույլ չտա, որ մենք բարձրանանք, Чтобы не позволить нам подняться, որ մեզ թույլ չտա, որ մենք գերությունից ազատվենք, чтобы не позволить, чтобы мы освободились от рабства. եւ շատ հաճախակի И зачастую մեզ բռնացնում է մի այնպիսի իրավիճակների մեջ, он улавливает в таких обстоятельствах, որ ինքը ավելի իմաստուն է լինում, քան թե մենք, в которых он становится мудрее нас. եւ մեզ տանում է գերության։ И он ведет нас в рабство. Բայց Աստծո խոսքը այնքան լավն է։ Но Слово Божие, оно настолько хорошее. Այդ նույն գլխի 12-րդ խոսքը ասում է. В этой же главе, в 12 стихе говорится: Եվ որ չափ որ չարչարում էին նրանց, այն չափ ավելի շատանում էին եւ աճում էին։ Եվ իրանք Իսրայելի որդիներից երկյուղ կրեցին։ но чем более изнуряли его, тем более он умножался и тем более возрастал, так что опасались сынов Израилевых. Աստծո մարդիկ այնքան լավ հատկություն ունեն։ У людей Божьих такое хорошее качество. Եթե ապրում են Տիրոջ հետ, Если они живут с Богом, ինչքան էլ դժվարություն լինի, насколько бы сложно ни было, ինչքան էլ չարչարանք լինի, насколько бы не было там трудно, ինչքան էլ տանջանք լինի, мучения, կարծես թե պետք է մենք կորենք եւ վերանանք, казалось бы, мы должны были все потеряться, ջնջվենք այս երկրի երեսից, и исчезнуть с этой земли, բայց մենք ավելի զորանում ենք ու ավելի բարձրանում ենք, но мы более укрепляемся и становимся сильнее, որովհետեւ Աստված մեր հետ է, потому что Бог с нами, եւ մենք Աստծո հետ ենք, и мы с Богом, եւ մենք հավատում ենք Աստծուն։ и мы верим Богу. Փառք Տիրոջը, փառք Слава Հիսուսին։ Богу, слава Иисусу.
Եվ այսօր գիտես ես քարոզս ինչ եմ անվարել, И ոնց եմ знаете, как я անվանել։ назвал проповедь сегодня? Հենց այդպես։ Именно так. Ելից, Исход. ելից։ Исход. Ամեն։ Որովհետև այսօր Потому что сегодня Աստծո խոսքը Слово Божье մեզ սովորացնելու է, учит нас, թե ինչ է պետք անել, что нужно делать, որ այդ ելիցը գա մեր կյանքի մեջ, чтобы этот исход пришел в нашу жизнь. որ այդ ելիցը մենք ունենանք, Чтобы мы имели этот исход. որովհետև մենք կարիք ունենք այսօր, Потому что мы сегодня нуждаемся. որ այդ ելիցը գա մեր կյանքի մեջ։ Чтобы этот исход пришел в нашу жизнь. Ու ամեն մեկի դժվարությունը И трудность каждого, իր համար դա դժվարություն է, для него это трудность. եւ ամեն մեկը կարիք ունի, И каждый нуждается. որ այդ դժվարության մեջ Чтобы в этих трудностях այդ ելիցը գա իր կյանքի մեջ։ этот исход пришел в его жизнь. Դա կլինի անհաջողություն, կլինի Будь հիվանդություն, то неудача, болезнь. դա կլինի այն, որ գիտես մարդը չի ճանաչում Աստծուն եւ դա գերության մեջ է սատանայի ձեռքն է։ Или человек просто не знает Бога, и он в рабстве, в руках дьявола. Մտածին ինչ որ կա քո կյանքի մեջ, որ դու Պատում գերի ես, ես դրան։ То, что есть в твоей жизни, ты в этом в рабстве находишься. Բաներ կա, որ չի փոխվում։ Есть вещи, которые не меняются. Բաներ կա, որ տարիներով չի փոխվում։ Есть вещи, которые годы уже не меняются. Եվ դա գերություն է։ И это рабство. Իսկ այդ գերությունը դա Աստծո չի, դա И это սատանայից рабство, է։ оно не от Бога, оно от дьявола. Եվ այդ գերությունը պետք է այսօր քանդվի մեր կյանքի И մեջ։ это рабство должно быть разрушено в нашей Եվ жизни. գիտեք, դա այնպես չի, որ մենք գալիս ենք եկեղեցի, Это не так, что мы приходим в մենք церковь, ծառայում мы ենք, служим, ամեն շաբաթ գալիս ենք, мы каждую неделю приходим. եւ դա այնպես չի, И это не так, որ մենք գերի չենք կարա что լինենք։ мы не можем быть в рабстве. Մենք կարան գերի լինենք Мы можем быть в рабстве. եւ չհամաձայնվենք դրա հետ, И не согласиться с կամ этим, չնկատենք դա, или не видеть этого, կամ անգամ չընդունենք, որ մենք գերի ենք։ или даже не принимать тот факт, что мы в рабстве. Եվ մենք կարան գանք Мы можем տարիներով приходить годы եւ այդ գերության մեջ լինենք, и быть в этом рабстве. որտեւ համակերպվել ենք արդեն։ Потому что мы уже свыклись. Ասես միատեղել ենք իրար հետ այդ ամեն ինչը։ Мы уже это объединили как-то все Գերությունը вместе. եւ ծառայությունը, Рабство и служение, գերությունը եւ եկեղեցի գալը, рабство и хождение в церковь. բայց դա անհամատեղելի է, չի կարելի համեմատել։ Но это нельзя сравнить, нельзя это. Եվ մենք պետք է ազատ լինենք այսօր այդ տեսակի И мы գերություններից, должны быть свободны от որտեղ подобного рода Աստված рабства, потому что ինքը Бог, ուզում է Он ազատի։ хочет освободить. Աստված Бог, ինքը ծրագիր է կազմում, Он планирует, թե ոնց ազատի մեզ այդ как գերությունից։ освободить нас от этого рабства. Ամեն։ Аминь. Խնդրում եմ, Прошу, այսօր, сегодня, եթե ինչ որ բանի մեջ если в чем-то կզգաս, որ դու գերի ես, ты увидишь, что ты в рабстве, տարբեր բաներ կարան լինեն։ могут быть разные вещи. Դա իմ բնավորությունը կարա լինի։ Это старый характер, может Դա быть, ինչ որ հիվանդություն, ինչ որ կախվածություն, болезнь, կամ зависимость կապանքներ, или оковы. դա մի թաքցրա քո ներսը։ Ты это не храни внутри себя. Մի ասա դե ոչինչ հիմա դե И տենց է говорит, պետք է լինի։ ну так и должно быть, Ոչ, ничего страшного. գերությունը դա Աստծոց Нет, չի։ рабство не от Бога. Գերությունից մենք պետք է այսօր ազատ լինենք։ Мы должны быть свободны из рабства сегодня. Ամեն։ Գիտես առաջինը ինչ է պետք որ մենք իմանանք։ Первое, что нужно, чтобы мы знали, Որ մենք ունենք թշնամի, что у нас есть враг, որ ինքը գիշեր եւ ցերեկ ծրագիր է կազմում, թե ոնց մեզ գցի գերության который մեջ։ день и ночь планирует, как нас держать в рабстве. Ինչ է մեզ պետք անել այդ դեպքում։ Что нам нужно делать в этом случае? Մեզ պետք է աղոթել, Нам нужно молиться, աղաղակել, взывать, կանչել Տիրոջը звать Господа եւ չդադարել դա и անել, не переставать это делать, մինչեւ չգա ազատագրությունը։ пока не придет освобождение. Ամոթ է, Стыдно, եթե մենք մնանք գերության մեջ։ если мы будем оставаться в рабстве. Ամոթ չի աղաղակելը։ Не стыдно взывать, Ամոթ չի ինչ որ մեկին խնդրել աղոթ կանելը իմ համար։ не стыдно просить молиться, Ամոթ է որ ես մնամ այդ գերության մեջ։ стыдно пребывать в рабстве. Եվ Ելից երկրորդ գլուխը Исход 2 глава, 23-րդ խոսքից с 23 стиха, ասում է. говорится, Եվ այն շատ օրերում եղավ, որ Եգիպտոսի թագավորը մեռավ, եւ Իսրայելի որդիքը ծառայության պատճառով հառաչեցին եւ աղաղակեցին, եւ նրանց աղաղակը ծառայության համար Աստծո мод բարձրացավ։ спустя долгое время умер царь египетский, и стенали сыны Израилева от работы, и вопияли, и вопль их от работы вошел к Богу. Եվ Աստված նրանց հեծությունը լսեց եւ Աստված հիշեց իր ուխտը, որ Աբ รา համի, Իսահակի եւ Հակոբի հետ դրել էր, И услышал Бог стенание их, и вспомнил Бог завет свой с Авраамом, Исааком и Иаковым. եւ Աստված նայեց Իսրայելի որդիների վրա եւ Աստված իմացավ նրանց վիճակը։ И увидел Бог сынов Израилевых, и презрел их Бог.
Ինչի մենք պետք է հավատանք, Чему мы должны верить? որ Աստված գիտի ինչ է կատարվում մեր Что հետ, Бог знает, что с нами происходит. որ Աստծո առաջ մենք թաքցված չենք։ Что мы не скрыты пред Богом. Աստված ամեն բան գիտի մեր մասին։ Бог все знает о нас. Աստված գիտի մեր սրտում ինչ է Бог կատարվում։ знает, что в нашем сердце Աստված происходит. գիտի մեր կյանքում ինչ է Бог կատարվում։ знает, что в нашей жизни происходит. Աստված անտարբեր չի իմ ու քո խնդրին։ Бог не безразличен к моей и твоей проблеме. Երբեք թույլ չտաս, Никогда не позволяет. որ սատանան Чтобы дьявол քո մեջ դնի в тебя вложил այս հասկացողությունը, это понимание, որ Աստծո համար ես անտարբեր եմ։ что для Бога я Աստված ինձ չի безразличен. սիրում, չի ընդունում, չի Бог լսում меня իմ не любит, աղոթքը։ Он не слышит моей молитвы. Ես անտարբերության եմ մատնված Աստծո կողմից, Я предан Богом, բայց դա այդպես չի։ но это не так. Աստված գիտի մեր վիճակը։ Бог знает мою твою ситуацию. Եվ Ելից 3-րդ գլուխը И в Исходе 3 главе, 7-րդ խոսքից 7 стиха ասում այսպես. написано так. Եվ Եհովան ասեց. Իսկ Իրավ сказал տեսա Господь. իմ ժողովրդի չարչարանքը, որ Եգիպտոսումն է, եւ գործավարների պատճառով նրանց աղաղակը լսեցի, որովհետեւ նրանց նեղությունները իմացա։ И сказал Господь, я увидел страдания народа моего в Египте и услышал вопль его от представников его. Я знаю скорби его. Գիտես մենք գիտենք Աստծո խոսքից, Мы знаем из Слова Божьего, որ Եգիպտոսը դա այս աշխարհի խորհուրդն է, что Египет это прообраз этого мира. Փարավոնը սատանայի խորհուրդն է։ Фараон, он прообраз дьявола. Իրանք էլ ունեն գործավարներ, որ գրված է գործավարների պատճառով։ И у него есть люди, представники. Իսկ այդ գործավարները ամբողջ դիվական աշխարհն է, А эти представники это весь бесовской мир, որը գալիս է որ տանջի մեզ, который приходит, чтобы нас мучить. որը գալիս է եւ չարչարի մեզ։ Приходит, чтобы нас Մուչից։ мучить. 8-րդ խոսքը ասում է. 8 стих говорит. Եվ իջա նրանց եգիպտացիների ձեռքից ազատելու եւ նրանց այն երկրիցը մեկ լավ ու լայնարձակ երկիր մի կաթ ու մեղիր բխող երկիր տանեմ։ И иду избавить его от руки египтян и вывести его из земли сей в землю хорошую и просторную, где течет молоко и мед. Եվ 9-րդ խոսքը. Եվ ահա հիմա Իսրայելի որդիների աղաղակը ինձ մոտ է հասել։ Եվ տեսա էլ այն հարստահարությունը, որ եգիպտացիները անում են նրանց։ И вот уже вопль сынов Израилевых дошел до меня, и я вижу угнетение, каким угнетают их египтяне. Սերնես ուզում եմ ասեմ, Возлюбленный, хочу сказать, որ մեր աղոթքները հասնում է дեպի Աստված։ наши молитвы, они доходят к Богу. Մեր աղոթքները Наши молитвы Աստված լսում է։ Бог слышит. Եվ Աստված И Бог, գալիս է, իշնում է, Он приходит, спускается, որպեսզի մեզ ազատի։ чтобы нас освободить. Ես Աստծո խոսքը ասում եմ, Слово Божье говорит, որ Աստված տեսավ ամեն հարստահարությունները, որ թշնամին անում է։ Бог увидел всякое угнетение, которое враг делает. Ինչ է հարստությունը։ Что есть богатство? Դա ֆինանսը չի, Это не финансы, դա շատ ունեցվածքը չի։ это не имение большое. Դա էլ է մտնում դրա մեջ։ И это тоже входит. Բայց այսօր հարստությունը Но сегодня богатство դա մեր առողջությունն է, – это наше здоровье, մեր առողջ ընտանիքն է, наши здоровые семьи, մեր երեխաներն են։ наши дети. Դա հարստություն է, Это богатство, մեր խաղաղությունն է։ наш мир. Եվ այսօր И сегодня սատանան ուզում է հարստահարի մեզ дьявол хочет нас обогатить եւ գողանա մեզանից и украсть այն ամենը, ինչ որ Աստված տվել է то, մեզ։ что Бог дал нам. Ամեն։ Բայց մենք այսօր չենք թողելու դա Но անել։ мы сегодня не позволим это Մենք сделать. այսօր ազատվելու ենք տարբեր տեսակի գերություններից։ Мы сегодня будем свободны от разного Եվ рода թող рабства. Սուրբ Հոգի դա անի մեր կյանքի И մեջ пусть Дух այսօր։ Святой это сделает сегодня в нашей жизни. Եվ գիտեք ինչ հապետ, որ Աստված այդ գործը անի մեր կյանքի մեջ։ И что нужно, чтобы Бог это сделал в нашей жизни. Այսինքն ավելի ճիշտ ասեմ, ով է պետք։ Скажу так, кто нужен? Մի հոգի մարդ։ Один человек. Դա ես եւ դու ենք։ Это я и ты. Ես եւ դու։ Я и ты. Աստված ուզում է մեզանով իր գործը անի։ Бог хочет нами свою работу выполнить. Չմտածես, որ քեզանով ինչ որ աշխարհը շուտ է։ Я не думаю, что Он тобою должен весь мир Էդ էլ перевернуть. կարա անի։ И это может. Բայց առաջինը Но в первую очередь ուզում է որ մեզանով Он хочет, чтобы нами մեր կյանքի մեջ սկսի գործել։ Он начал действовать в нашей жизни. Առաջինը մեր կյանքի մեջ։ В первую очередь в нашей жизни. Եվ Աստծուն պետք է մեր համաձայնությունը։ И Богу нужно наше согласие. Գիտես ինչ արեց։ Знаете, что Он сделал? Մովսեսին կանչեց, Он призвал Моисея, նա տեսարան ցույց տվեց, показал ему некую картину. վարվող մորենին, Терновый куст, который не горит, Խոսեց горит и не նրա сгорает. հետ։ Он говорил с ним. ասեց ես տեսել եմ իմ ժողովրդի տանջանքները, И он сказал, я видел угнетение моего народа. եւ 10-րդ խոսքը 3-րդ գլխի։ И 10
Ասма стих 3 главы. ուստի եկ հիմա քեզ փարավոնի մոտ ուղարկեմ եւ հաներ իմ ժողովուրդը Իսրայելի որդիքը Եգիպտոսից։ Итак, пойди, я пошлю тебя к фараону и выведи из Египта народ мой сынов Израилев. Եվ Մովսեսն ասեց Աստծուն. Ես ով եմ որ փարավոնի մոտ գնամ եւ Իսրայելի որդիքը Եգիպտոսից հանեմ։ Моисей сказал Богу, кто я, чтобы мне идти перед фараоном и вывести из Египта сынов Израилевых? Գիտես ինչի համար էր Մովսեսը սենց ասում։ Знаете, почему Моисей так говорил? Որտեւ ինքը փարավոնն էր ճանաչում։ Потому что он и фараона знал, Իրան գիտեր ամբողջությամբ, он знал все, իր դաժանությունը он его жестокость знал. եւ այդ Եգիպտոսի ամեն բաները ինքը գիտեր։ И он все знал, что происходило в Египте. Եվ այդտեղից ինքը փախել է И он оттуда убежал. եւ Աստված հիմա ասում արի ես քեզ И ուղարկեմ теперь Бог փարավոնի говорит, մոտ։ я тебя отправлю к фараону. Ես ասեմ Մովսեսը Я скажу, Моисей, շատ սենց ռիսկով տղա էր он был համացած։ очень такой смелым. Աստված ասում է ուղարկի, ասում է չեմ գնում։ Бог ему говорит, я тебя отправлю, говорит, не пойду. Ես ո՞նց եմ, ես ով եմ որ այդքան Кто я փարավոնի такой, մոտ։ чтобы идти? Գիտես, երբ որ մենք տեսնում ենք И мы видим, սատանայի գործերը մեր կյանքի когда мы մեջ, видим дела дьявола в своей եւ жизни, ինքը էլ դա սենց հատկություն ունի, որ մեծացնի այդ գործերը, и у него есть такое качество, чтобы он это преувеличил, մենք մեզ զգում ենք շատ փոքր мы тогда себя начинаем чувствовать очень малыми. եւ ասում եմ դե ես ով եմ, դե ես ինչ կարամ И я փոխել։ говорю, ну я кто такой? Я очень маленький, Есть что ишь могу караманы. сделать? Как могу изменить? Բայց Աստված Но Бог այսօր ընտրել է մեզ, сегодня избрал нас, որպեսզի մենք чтобы мы մտնենք փարավոնի մոտ, вошли к фараону, գնանք Եգիպտոս вошли в Египет, եւ И- այն ինչ որ մեր կյանքի մեջ կա, որ գերի է и վերցված, то, что в нашей жизни находится в դա рабстве, մենք հետ պահանջենք իրանից։ чтобы мы потребовали это обратно. Այսօր մենք կանչված ենք դրա մեջ։ Сегодня мы призваны к этому. Եվ գիտես այս խոսքը, որ երրորդ գլուխը, Это 3 глава. Աստված իրան խոսում է, Бог говорит առաջարկում է, к Моисею, ինքը предлагает, հակառակվում է, он противится, ինքը ասում է ուրիշին он ուղարկի, говорит, отправляй другого, ես չեմ գնա, я не пойду, ես էս եմ, я тот, ես լավ չեմ я խոսում, плохо говорю, ու տարբեր и разные պատճառաբանություններ, причины. եւ 18-րդ խոսքն էլ, И в 18 стихе, երրորդ գլխի, в 3 главе, ասում է նրանք քո ձայնին կլսեն, եւ դու եւ Իսրայելի ծերերը Եգիպտոսի թագավորի մոտ կմտնեք եւ կասեք նրան. Եբրայեցիների Աստվածը Եհովան մեզ հանդիպեց եւ հիմա թող մեզ 3 օրվա ճանապարհ գնանք դեպի անապատը, որ Եհովա Աստծուն զոհ մատուցանենք։ и они послушают голоса твоего, и пойдешь ты, и старейшины Израилевы, к царю египетскому, и скажете ему, Господь Бог евреев призвал нас, и так отпусти нас в пустыню на 3 дня пути, чтобы принести жертву Господу Богу нашему. Այստեղ Աստված ասում է կմտնես փարավոնի мոտ։ Здесь Бог говорит, войдешь к фараону Ու կասես էս բարերը։ и скажешь такими-то словами. Գիտես ինչ չի ասում, կմտնես ու կխնդրես։ Он не говорит, ты зайдешь и будешь просить. Փարավոնը Фараон, հզոր մեկը, он могущественный, երկրի տիրակալը, он господин земли. բայց ասում է կմտնես ու իրեն կասես։ Он говорит, ты зайдешь и скажешь ему, Որ դու պետքա թողես իմ что ты ժողովուրդը։ должен оставить мой народ, отпустить. Մենք կանչված ենք սատանայի խնդրելու։ Мы не призваны просить дьявола. Անկամ սենց էլ ա լինում։ И даже так бывает. Սատանա ջան, խնդրում եմ, էլի։ Сатана, я прошу тебя, Ես ինչ բանը թող անեմ կամ ինչ ոս բան։ позволь, чтобы я это сделал. Или так. Պարզ է, ինքը չի թողելու։ Конечно, он не отпустит. Աստված ասում է. Бог говорит, Մտի իր մոտ համարցակ войди смело к нему եւ պահանջի и իրանից, требуй от него. որ այն ինչ որ ինքը քեզանից գողացել То, է, что он у тебя украл, ինչով որ քեզ հարստահարել է, тем, что он тебя обогатил, այդ ամենը ինքը հետ վերադարձնի քեզ։ чтобы он все это вернул тебе. Եվ Մովսեսը նորից հակառակվեց։ И Моисей снова противился. Եվ 4-րդ գլխի 11-րդ խոսքը։ И в 4 главе, в 11 стихе. Եվ Եհովան ասեց. Ով է մարդին բերանտավել կավում է անում համարը կամ խուլը կամ աճ ունեցողը կամ կույրը։ Չէ որ ես Եհովաս։ Господь сказал, кто дал уста человеку, кто делает немым или глухим, или зрячим, или слепым? Не я ли Господь? Եվ հիմա գնա, եւ ես քո բերանի հետ կլինեմ, եւ քեզ կսովորեցնեմ, ինչ որ պիտի խոսես։ Итак, пойди, и я буду при устах твоих, и научу тебя, что тебе говорить. Աստված մեր հետ է։ Бог с нами.
Աստված իշխանություն է տվել մեզ։ Бог дал нам власть. Ասում ես քո բերանի հետ կլինեմ։ Он говорит, я буду с твоими устами. Ինչ որ դու ասես, То, что ты будешь говорить, ես այդ ամեն ինչը իրականություն կդարձնեմ քո կյանքի մեջ։ я все это сделаю реальностью в твоей жизни. Բայց մեզ այսօր պետք է հավատալ դրան։ Но нам нужно сегодня верить в это. Մեզ պետք չի նայել մեր տանջանքներին, չարչարանքներին։ Нам не нужно смотреть на свои угнетения, Մեզ պետք է мучения. հավատալ, Нам нужно верить. որ այն ինչ որ մենք հրճակում ենք, То, что мы այն провозглашаем, ինչ որ մենք դավանում ենք, то, что мы исповедуем Հիսուսի անունով, во имя Иисуса, դա սկսում է գործել մեր это կյանքի начинает մեջ։ действовать в нашей жизни. 5-րդ գլուխ առաջի խոսքը։ 5 глава, 1 стих. Եվ հետո Մովսեսն ու Ահարոնը եկան եւ ասեցին Փարավորին. Այսպես է ասում Իսրայելի Եհովա Աստվածը. Իմ ժողովուրդը թող տուր, որ անապատում ինձ համար տոն կատարեն։ После всего Моисей и Аарон пришли к фараону и сказали: так говорит Господь Бог Израилевый, отпусти народ мой, чтобы он совершил мне праздник в пустыне. Եվ Փարավոնն ասեց. Եհովան ով է։ Եվ նրա խոսքին, որ նրա խոսքին լսեմ, եւ Իսրայելին թող տամ։ Եհովան չեմ ճանաչում եւ Իսրայելին թող չեմ տալիս։ Но фараон сказал: кто такой Господь, чтобы я послушал голоса его и отпустил Израиля? Я не знаю Господа, и Израиля не отпущу. Գիտեք հետաքրքիրը որն է։ Знаете, что интересно? Աստծո անունով այդ ամենը կատարվում։ Все это происходило во имя Божье. Աստված ասեց գնա եւ ասա, որ Եհովան ասենց ասում։ Бог сказал: иди и скажи, что Господь так говорит. Շատ հաճախակի մեր կյանքում լինում է, В нашей жизни часто бывает. չգիտեմ ում կյանքում եղել է թե չէ, իմ Не կյանքում знаю, եղել է, в жизни кого это было, но в моей было. որ կարծես թե Как будто արդեն ելքը կա, есть выход. արդեն դուրս ես գալի այդ ամեն ինչից, Ты уже выходишь из всего եւ այդ этого. նեղության մեջից դուրս ես գալի մի լայն արցակ տեղ, И ты выходишь из этих трудностей на просторное место. որովհետեւ կարծես թե կա հայտնություն, И где там есть откровение, կարծես թե կա մարգարեություն, есть пророчество, Աստծոց խոսք, слово от Бога. եւ ամեն բան պետք է լավ լինի։ И все должно быть хорошо. Հանդիպել ես դրան, որ դրանից հետո ավելի վատ է լինում։ Ты встречался, что после как будто становилось хуже. Ես հանդիպել եմ։ Я встречался. Եվ այս խոսքը, ինչ որ հիմա ես խոսում եմ, И то, что я сегодня говорю, այդ խոսքը փոխել է իմ կյանքը։ это слово, оно изменило мою жизнь. Եվ տեսեք ինչ է գրված 5-րդ գլխում, Что написано в 5 главе, 5-րդ գլուխ 5 глава, 23 23, 20-23 խոսքերը։ с 20 по 23 стихи. Եվ հանդիպեցին Մովսեսին եւ Ահարոնին, որ կանգնած էին իրանց դիմավորելու Փարավոնի մոտից դուրս գալուց։ Դա Իսրայել ժողովուրդն էր։ И когда они вышли от фараона, то встретились с Моисеем и Аароном, которые стояли, ожидая их. Գիտես ինչի համար էին սպասում Մովսեսին ու Ահարոնին։ Знаете, почему народ израильский ждал Моисея и Аарона? Որտե որ օրվանից որ Աստծո անունով մտան Փարավոնի հետ խոսալու, Потому что с того дня, когда они вошли именем Господа говорить с фараоном, Թագավորը հրաման տվեց, царь дал повеление, որ ավելի չարչարեն Իսրայելի ժողովրդին։ чтобы народ израильский более угнетали, Ավելի գործերի մեջ դնեն, այնքան զբաղեցնեն, чтобы их настолько работы отягощали, որ ժամանակ չունենան Աստծոն ժամանակ տրամադրեն։ чтобы у них не было времени посвящать время Богу. Եվ նրանք սպասում էին Ահարոնին ու И Մովսեսին, они же ожидали Аарона и ոչ թե նրա Моисея համար որ շնորհակալություն не հայտնեն։ для того, чтобы им благодарность Դες явить. ինչ են ասում։ Но смотрите, что говорят. Եվ ասեցին նրանց. Եհովան ձեզ վրա նայե եւ դատ է, որ մեր հոտը Փարավոնի առաջին եւ նրա ծառաների առաջին գարշելի արիք, մեզ սպանելու համար նրանց ձեռքը սուր տալով։ И сказали им: да видит и судит вас Господь за то, что вы сделали нас ненавистными в глазах фараона и рабов его, и дали им меч в руки, чтобы убить нас. Եվ Մովսեսը ետ դարձավ Եհովայի մոտ եւ ասեց. Ով Եհովա, ինչու համար այս ժողովուրդը չարիքի մեջ գցեցիր եւ ինչու համար ինձ ուղարկեցիր։ И обратился Моисей к Господу и сказал: Господи, для чего ты подвергнул такому бедствию народ сей? Для чего послал меня? Որովհետեւ այն ժամանակվանից որ եկել են Փարավոնի մոտ քո անունով խոսալու, այս ժողովրդին չարություն է անում եւ դու էլ չփրկեցիր այդ ժողովրդին։ Ибо с того времени, как я пришел к фараону и стал говорить от имени твоего, он начал хуже поступать с народом сим, избавить же ты не избавил народа твоего. Հետաքրքիր է, չէ՞։ Интересно ведь? Տիրոջ անունով Именем Господа. գնացել է խոսալու Он пошел говорить. եւ ասում է ավելի վատ վիճակի մեջ И он говорит: հայտնվեցի։ я
оказался в ситуации, которая еще хуже. Մովսեսն էլ մտավ այդ ճնշումի մեջ։ И Моисей попал под это Ասես Տեր давление. Աստված, ես ինչ ես անում։ И Моисей говорит: Господи, что ты делаешь? Ես ինչ կրակի մեջ գցեցիր այս ժողովրդին։ В какую проблему ты ввел этот народ? Բացի այդ էլ չես էլ փրկում այս ժողովրդին։ И плюс ко всему ты еще не спасаешь этот народ. Բայց մեր մտածելակերպը Но наше мышление Աստծո մտածելակերպը չի։ – это не мышление Бога. Մեր խորհուրդները Աստծո խորհուրդները չեն։ И наши мысли – это не мысли Божьи. Ամեն։ Եվ 6-րդ գլուխ առաջի խոսքը ասում է. И 6 глава 1 стих говорит: Եվ Եհովան ասեց Մովսեսին. Հիմա կտեսնես թե փարավոնին ինչ կանեմ։ И сказал Господь Моисею: теперь увидишь ты, что я сделаю с фараоном. Մովսեսը գնաց մարդ բերեց փարավոնի վրա։ Моисей пошел и привел Ասում человека на բերեց фараона. փարավոնի Он վրա։ привел Бога на фараона. Եվ Աստված ասեց. И Бог сказал: Հիմա տես ես ինչ եմ անելու ես փարավոնի գլխին։ теперь ты увидишь, что я сделаю с фараоном. Ես Աստված, Бог, եթե սկսում եմ մի գործ մեր կյանքի մեջ անել, если он начинает какое-то дело в нашей жизни, ինքը կիսա չի թողում։ он не оставляет это Երբեք наполовину. կիսա չի Никогда թողում։ не оставляет. Դրա համար մեզ պետք է Поэтому нам нужно հավատալ, верить, աղոթել, молиться, աղաղակել взывать եւ սпасել, որ այդ ելիցը լինի մեր կյանքի մեջ։ и ожидать, когда этот исход будет в нашей жизни. Չի կարա չլինի։ Его не может не быть. Չի կարա չլինի։ Не может не быть. Եվ ես վերջում կասեմ ինչի համար չի Я կարա скажу в չլինի։ конце, почему не может не быть. Եվ տեսեք 6-րդ գլուխ, 6 глава, 6-րդ գլուխ, 6 глава, 6-րդ խոսքից 6 стиха. Աստված սենց ասում. Бог говорит так: Նրա համար Իսրայելի որդիներին ասա. Ես եմ Եհովան, եւ ես ձեզ Եգիպտացիների ծանր գործերի տակից կհանեմ, եւ ձեզ նրանց ծառայությունից կազատեմ, եւ կփրկեմ ձեզ մեկնած բազուկով եւ մեծ դատաստաններով։ Итак, скажи сынам Израилевым: я Господь, и выведу вас из-под иго египтян, и избавлю вас от рабства их, и спасу вас мышцею и простертою, и судами великими. Եվ ձեզ ինձ համար ժողովուրդ վեր կառնեմ, եւ ձեզ համար Աստված կլինեմ, եւ պիտի գիտենաք, որ ես եմ Եհովան, ձեր Աստվածը, ձեզ Եգիպտացիների ծանր գործերի տակից հանողը։ И приму вас себе в народ, и буду вам Богом, и вы узнаете, что я Господь Бог ваш, изведший вас из-под иго египетского. Եվ ձեզ այն երկիրը կտանեմ, որի համար իմ ձեռքը բարձրացրի տամ Աբրահամին, Իսահակին եւ Հակոբին, եւ ձեզ կտամ ժառանգություն լինելու ես Եհովաս։ И введу вас в ту землю, о которой я, подняв руку мою, клялся дать ее Аврааму, Исааку и Якову, и дам вам ее в наследие, я Господь. Ուժեղ խոսքեր են, չէ՞։ Это сильные слова, Ուժեղ հայտնություններ են, չէ՞։ сильные откровения. Լինում է քո դժվարության մեջ։ Бывает в твоих трудностях, Կարդում ես Աստծո ты խոսքը։ читаешь Слово Божье, Մի հատ նենց խոսքա կպնում и քեզ։ такое слово тебя Կամ касается. գալիս ես քարոզ ես Или լսում, приходишь, слушаешь եւ проповедь, այդ խոսքս ես բռնում ա и это քեզ։ слово тебя берет. Բայց հələ տեսեք 9-րդ խոսքը ինչ Но ասում։ посмотрите, что в 9 стихе Եվ говорится. Մովսեսը Իսրայելի որդիների հետ այսպես խոսեց, բայց նրանք հոգու նեղությունից եւ գործի ծանրությունից չլսեցին Մովսեսին։ Моисей пересказал это сынам Израилевым, но они не послушали Моисея по малодушию и тяжести работ. Այսօր մենք պետքա թույլ չտանք, Сегодня мы не должны позволить, որ ոչ մի ծանրություն, чтобы никакая тяжесть ոչ մի նեղություն, и не малодушие, ոչ մի գերություն, никакое рабство որ չփակի մեր ականջները лսելու Տիրոջ խոսքը։ не закрывали наши уши принимать Слово Божье. Եվ առավել եւս որչպեսի չհավատանք այդ ամենին։ Уж тем более, чтобы мы не верили в это. Աստված ասում է. Бог говорит: Ես гիտեմ քո վիճակը, я знаю твое состояние, ես գիտեմ քո я գերությունը, знаю твое рабство, ես գիտեմ որ երկար ժամանակ я է, знаю, что это долгое время, եւ ես и я գալու եմ որ քեզ ազատեմ Եգիպտոսի լծի տակից։ приду, чтобы тебя освободить от Ես египетского ծրագրավորել рабства. եմ քո ելիցը։ Я планирую твой исход. Դու ունենալու ես ելից։ У тебя будет исход. Դու ունենալու ես У ելից։ тебя будет исход. Ես չգիտեմ դու հավատում ես սրա թե Я не знаю, ты չէ։ веришь в это или нет, Դու ունենալու ես но у ելից։ тебя будет исход. Հավատա, Верь, որ Աստված ամենակարող что է։ Бог всемогущий. Եվ Աստված կարող է ամբողջ Եգիպտոսը խառնել։ И Бог может весь Египет привести в замешательство. Ամեն ինչ անել։ Он все может сделать. Եղանակներ փոխել։ Изменить погоду.
մի բանի պատճառով, ради одного, որ ինձ ու քեզ գերությունից ազատի։ чтобы меня и тебя освободить от Բայց рабства. մենք պետքա չդադարենք աղոթելը։ Но мы не должны переставать Մենք молиться. պետքա չդադարենք հավատալը։ Мы не должны перестать верить. Եվ պետքա չդադարենք հրճակելն ու դավանելը։ И мы не должны переставать провозглашать Գիտես այս խոսքը исповедание. ինչ ուզում է Что это սովորեցնել։ слово хочет нас научить. Որպեսզի մենք վերականգնենք մեր դավանանքի կյանքը։ Чтобы мы восстановили свою жизнь, когда мы Որպեսզի մենք провозглашаем. վերականգնենք մեր հրճակելու կյանքը։ Когда мы исповедуем, Տեսեք ինչ ասում Աստծո խոսքը։ что говорит Слово Божье. 10-րդ խոսքը 6-րդ գլխի։ 6 глава 10 стих. Եհովան խոսեց Մովսեսի հետ ասելով. «Մտի խոսի Փարավոնի հետ, Եգիպտոսի Փարավոնի թագավորի հետ, որ Իսրայելի որդիներին իր երկրից արձակե»։ И сказал Господь Моисею, говоря, «Войди и скажи фараону, царю египетскому, чтобы он отпустил сынов Израилевых из земли этой». 8-րդ գլուխ առաջի խոսք։ 8 глава 1 Եվ стих. Եհովան ասեց Մովսեսին. «Փարավոնի մոտ գնա եւ ասիր նրան. Եհովան այսպես է ասում. արձակիր իմ ժողովուրդը, որ պաշտեն ինձ»։ И сказал Господь Моисею, «Пойди к фараону и скажи ему, так говорит Господь, отпусти народ мой, чтобы они совершили мне служение». 8-րդ գլուխ 20-րդ խոսք։ 8:20. Եվ Եհովան խոսեց Մովսեսի հետ առավոտ ասեց. «Առավոտ կանուխ վեր կաց եւ Փարավոնի առաջ կանգնիր»։ И сказал Господь Моисею, «Завтра встань рано и явись перед лицом Ահա դեպի ջուրն է фараона». դուրս գնում եւ ասիր նրան. Եհովան այսպես է ասում. արձակիր իմ ժողովուրդը, որ ինձ պաշտեն։ Вот он пойдет к воде, и ты скажи ему, так говорит Господь, отпусти народ мой, чтобы он совершил мне служение. 9-րդ գլուխ առաջի խոսք։ 9 глава 1 Եվ стих. Եհովան ասեց Մովսեսին. Փարավոնի մոտ գնա եւ խոսիր նրա հետ, թե Եբրայեցիների Եհովա Աստված այսպես է ասում. արձակիր իմ ժողովուրդը, որ ինձ պաշտեն։ И сказал Господь Моисею, пойди к фараону и скажи ему, так говорит Господь Бог евреев, отпусти народ мой, чтобы он совершил мне служение. 9-րդ գլուխ 13-րդ խոսք։ 9:13. Եվ Եհովան ասեց Մովսեսին. առավոտ կանուխ վեր կաց եւ Փարավոնի առաջին կանգնիր եւ նրան ասիր. այսպես է ասում Եբրայեցիների Եհովա Աստվածը. արձակիր իմ ժողովուրդը, որ ինձ պաշտեն։ И сказал Господь Моисею, завтра встань рано утром и явись перед лицом фараона и скажи ему, так говорит Господь Бог евреев, отпусти народ мой, чтобы он совершил мне служение. 10-րդ գլուխ առաջի խոսք։ 10 глава 1 стих. Եվ Եհովան ասեց Մովսեսին. գնա Փարավոնի մոտ, որովհետև ես խստացի նրա սիրտը եւ նրա ծառաների սիրտը, որ այս նշանները անեմ նրանց մեջ։ И сказал Господь Моисею, войди к фараону, ибо я отягчил сердце его и сердце его рабов, чтобы явить между ними сии знамения мои. Եվ որ պատմես քո որդու եւ որդուդ որդու ականջներին ինչ որ արի Եգիպտացիների մեջ եւ իմ նշանները, որ դրանց մեջ ցույց տվի, որ գիտենաք թե ես եմ Եհովան։ И чтобы ты рассказывал сыну твоему и сыну сына твоего и о том, что я сделал в Египте, и о знамениях моих, которые я показал в нем, и чтобы вы знали, что я Господь. Եվ Մովսեսն ու Ահարոնը գնացին Փարավոնի մոտ եւ ասեցին նրան. Եբրայեցիների Եհովա Աստված այսպես է ասում. «Մինչև երբ չես ուզենալու խոնարհվել իմ առջև, արձակիր իմ ժողովուրդը, որ ինձ պաշտեն»։ Моисей и Аарон пришли к фараону и сказали ему, так говорит Господь Бог евреев, долго ли ты не смиришься передо мною? Отпусти народ мой, чтобы он совершил мне служение. Հիմա դու կհարցնես. Теперь ты спросишь, Ինչի համար այդքանը կարդացի ես։ зачем я это все читал? Սերներս, Возлюбленные, սրա համար կարդացի, читал для того, որ այս ամենը чтобы все это, Աստված ցույց է տալ իր խոսքի միջոցով, Бог все это показывает через свое слово, որ դու чтобы ты դուրս գաս Փարավոնի դեմ ամեն օր։ чтобы ты выходил против фараона каждый день. Դուրս գաս նրա դիմացը։ Выходил перед ним. Գիտես ինչ կատարվեց, երբ որ եկան Հիսուսին բռնեցին։ Знаете, что произошло, когда пришли Иисуса взять? Հիսուսը դուրս եկավ նրանց դեմ, Он вышел перед ними. ասեց ում եք ուզում։ Он говорит, кого вы ищете? Ասեցին Հիսուսն ազովրեցին։ И они сказали Иисуса Назарея. Ու ինքը չփախավ։ И он не убежал. Ինքը ասեց ես եմ։ Он сказал, это я. Ու գրված է։ И написано. Երբ որ ասեց ես եմ, Когда он сказал, что это я, զինվորները հետ գնացին ու ընկան։ воины, они отошли назад и упали. Սերներս, Возлюбленные, այսօր ժամանակն է, сегодня время, որ մենք դուրս գանք մեր ճշնամու դեմ։ чтобы мы вышли против нашего врага. Եթե չէ, Если нет, ինքն է դուրս գալու մեր դեմ եւ մեզ վնասելու է։ он выйдет против нас и сделает нам вред. Աստված ասում է Մովսեսին.
Бог говорит Моисею, Առավոտ կանուխ վեր կաց եւ դուրս արի նրա դեն։ рано утром выходи перед ним. Գնա Փարավոնի մոտ։ Иди к фараону, Գնա դուրս արի նրա դիմացը։ иди перед ним. Գիտես, հանգիստ չէր տալի Մովսեսը Փարավոնին։ И Моисей, он не оставлял фараона в покое. Ամեն օր ներվերի վրա ազդում էր Он Փարավոնը։ каждый день действовал на его нервы. Ամեն օր։ Каждый день. Եվ այսօր մենք И сегодня мы կանչված ենք призваны, դժողքի ներվերի վրա ազդելու։ чтобы воздействовать на нервы ада. Այսօր մենք կանչված ենք, Сегодня мы призваны որ ոչ թե փախնենք մեր դժվարություններից, не для того, чтобы убегать от своих проблем, այլ մենք դուրս գանք նրա դիմաց։ чтобы мы вышли перед Եվ մենք проблемой. հետ պահանջենք Հիսուսի անունով ամեն գողացվածը։ И во имя Иисуса, чтобы мы потребовали все украденное. Միգուցե թշնամին այսօր առողջությունա գողացել։ Может быть, враг украл твое здоровье. Միգուցե երեխայա գողացել։ Может быть, украл ребенка. Միգուցե ընտանիքա գողացել։ Может быть, украл семью. Միգուցե ֆինանսա Может быть, գողացել։ финансы украл. Միգուցե հավատարմությունա գողացել։ Может быть, верность украл. Որ մի ժամանակ դու հավատարիմ ծառայող էիր, բայց հիմա չես ծառայում։ Но ты некогда был верным служителем, а сейчас не Միգուցե служишь. խաղաղությունա Может գողացել։ быть, мир украл. Այսօր ժամանակն է, Сегодня время, որ դու դուրս գաս чтобы ты вышел Փարավոնի դիմաց против фараона եւ հետ պահանջես и նրանից потребовал у ամեն него գողացվածը։ все украденное. Հիվանդությունը դա Աստծոց չի։ И болезнь не от Бога. Անհավատությունը դա Աստծոց չի։ Неверие не от Бога. Աստված կապանքների մեջ չի գցում։ Бог, Он не кидает нас в оковы. Աստված գերության մեջ չի տանում մեզ։ Бог нас не вводит в рабство. Ընդհակառակ Աստված ուզում է Наоборот, այսօր մեզ ազատի այդ Он ամեն хочет ինչից։ сегодня нас освободить от Իսկ դրա всего. համար И для этого պետք ենք մենք, нужны мы, որ մենք գիտակցենք դա, чтобы мы осознали это, որ Աստված ինքը լսում է մեզ, что Бог, Он слышит нас, ինքը գալիս է եւ օգնում է Он մեզ։ приходит и помогает. Եվ մենք ընդունենք այդ օգնությունը И мы Տիրոջից։ примем это благословение от Бога. Դրա համար գիտես, ես երբ որ դժվարության մեջ էի, Когда я был в трудностях, ծանր վիճակի մեջ էի, в трудных обстоятельствах, ես կարդում էի խոսքը, я читал Слово. եւ հենց այս խոսքերը, որ սկսեցի կարդալ, И когда я начал читать эти այն ինչ որ стихи, ես թվարկեցի, то, что я перечислил, հենց այդ խոսքերի միջոցով через эти стихи Սուրբ Հոգին սկսեց խոսալ իմ հետ։ Дух Святой начал говорить со мной. Ես հասկացա մի բան, Я понял одно. որ այնքան եմ ճնշվել դժվարության մեջ, Я настолько был подавлен в трудностях, որ թշնամին արդեն ինչ ուզում է անում է իմ հետ։ враг все, что хочет, делает со мной. Ես չեմ դադարում ծառայող լինելուց, Я не перестаю служить, ես չեմ դադարում եկեղեցի я не հաճախելուց։ перестаю ходить в церковь. Ես կգամ քեզ անենց ինձ ցույց կտամ, Я покажу тебе таким որ ես образом, անենց զորավոր եմ, что я такой сильный, որ իմ հետ ամեն ինչ նորմալ что է։ со мной все хорошо. Թող սա Երանի տանի ինձ։ И пусть все мечтают быть как я. Բայց ոչ մեկ չի կարա եւ պատկերացի թե մարդու ներսում ինչ է կատարվում։ Но никто не может представить, что внутри у человека Որ ներս происходит. արդեն պարտված վիճակ է մարդու։ Что внутри у человека уже побежденное Որ ներս состояние. անգամ ինքը չի էլ հավատում են խոսքերին, որը կարդացել է։ И он внутри не верит тем словам, которые он прочитал. Եվ Աստված И Սուրբ Бог, Հոգին Дух Святой, այս խոսքերի միջոցով խոսեց Он ինձ։ через эти слова проговорил. Եվ ко այս мне. խոսքերը И эти слова, ինձ ոտի они կանգնեցրեց։ меня поставили на ноги. Ես Աստծո պես ասեցի, Я сказал, как Господь, հեսա տես քո գլխին ինչ եմ անելու։ смотри, что я сделаю с тобой. Դու այսքան ժամանակ թույլ տվեցի դու իմ гլխին ինչ որ բաներ Я անես։ позволил, чтобы все это время ты что-то со мной Հիմա делал. դու տես ես քո գլխին ինչ եմ Теперь անել։ посмотри, что я буду с тобой Բայց делать. մենք սրա մեջ Но мы в этом, պետք է հարատևենք, мы должны пребывать. որովհետև մենք կարանք մի օր, երկու օր, երեք օր մի շաբաթ անենք ու հետո դադարենք норից։ Потому что мы можем день, два, 3 неделю это делать, а потом перестать. Որտեղ մենք անելու սպասում ենք, չէ՞, դե Потому անում что ենք мы когда Աստծո что-то անունով պետք է делаем, мы փոփոխություն ожидаем, լինի։ чтобы были изменения. Երբ փոփոխություն չկա նորից նույնն է, Нет изменений, все Ավելի так վատնագնում։ же. Еще хуже, մենք նորից դադարում ենք։ мы перестаем. Ոչ։ Нет. Իսրայել ժողովուրդը Народ израильский 400 տարուց ավել более 400 лет. իրանք աղաղակում էին Աստծուն։ Они взывали к Богу. Իրանք խնդրում էին Աստծուն։ Они просили Бога. Այսօր մենք հաստատ 400 տարի չենք ապրելու, որ Сегодня քախեցեք։ мы 400 лет, конечно, не живем, Բայց но ինչքան էլ որ ապրենք, сколько бы мы ни жили, մենք պետք է չդադարենք խնդրելուց мы не должны перестать просить. Աստծուն, Просить Бога. Աստծուն, ոչ Бога, թե սատանային։ не дьявола. Մենք սատանային պետք է հրամայենք եւ պահանջենք, Дьяволу мы должны указывать, բայց и- Աստծուն պետք է խնդրենք։ но Бога должны просить. Եվ գիտես, վերջում ինչ եմ ուզում ասել։ Что хочу сказать в конце? Ինչից հետո եղավ ելիցը После чего был исход Իսրայել ժողովրդի կյանքի մեջ։ в жизни народа израильского? Դա վերջի հարվածն էր, որ
Աստված արեց։ Это последний удар, который Бог сделал. Դա գարան արյունն էր։ Это кровь Агнца. Երբ որ մորթվավ, Когда он был заклан, եւ Աստված ասեց. и Бог сказал, Քսի այդ արյունը помажь этой քո кровью դրան վրա։ над дверью. Քսի այդ արյունը քո դրան վրա։ Помажь этой кровью. Եվ այդ արյան միջոցով И через эту кровь այդ ելիցը տեղի ունեցավ։ этот исход был. Գարան արյան միջոցով։ Через кровь Агнца. Այսօր Сегодня մեզ պետք չի գարան արյուն, нам не нужна кровь որտեվ Агнца. Աստծո գառը արդեն արյուն է թափել, Потому что Агнец Божий, он уже խաչի վրա արել է իր գործը։ он уже отдал свою кровь и на кресте свое дело совершил. Ինքը խաչի վրա արել է գործ։ Он на кресте совершил свое Ինքը дело. արյուն է թափել Он սո։ пролил кровь. Եվ այդ գործի պատճառով И через это дело մենք ազատ կարող ենք լինել ամեն գերությունից։ мы свободны можем быть от всякого рабства. Այսօր էլ այդ արյունը խոսում է։ И сегодня эта кровь говорит. Այսօր էլ այդ արյունը գործում И է։ эта кровь сегодня действует. Եվ մենք պետք է չդադարենք աղոտ И քանելուց, мы не должны переставать молиться, դավանելուց եւ провозглашать հավատալուց, и верить. որովհետեւ երբ որ մենք աղոտ ենք անում, Потому что когда мы молимся, այդ աղոթքի ժամանակ Քրիստոսի արյունը գործում է։ во время этой молитвы кровь Христа Երբ որ действует. մենք դավանում ենք, Когда мы այդ провозглашаем, դավանանքի ժամանակ Քրիստոսի արյունը գործում է։ во время провозглашения кровь Христа действует. Երբ որ մենք հավատում ենք, Когда мы верим, այդ արյունը գործում է Քրիստոսի։ эта кровь Христа действует Եվ գալիս է и приходит եւ ազատում է ինձ ու քեզ ամեն и գերությունից։ освобождает меня и тебя от всякого рабства. Այսօր մենք կարիք ունենք ազատվելու։ Сегодня мы нуждаемся в Այսօր թող Սուրբ освобождении. Հոգին ազատի մեզ Сегодня пусть Дух Святой освободит ամեն нас գերություններից։ от всякого рабства. Ամեն կապանքները թող քանդվեն այսօր Пусть այստեղ։ все оковы будут разрушены. Ամեն հիվանդությունները թող բժշկված լինեն Пусть այսօր։ все болезни исцелятся сегодня Հիսուսի անունով։ во имя Иисуса. Եվ գիտես ինչ եմ ուզում ասեմ, И իմ знаешь, սրտի что я մեջ хочу ուղակի сказать? դրվավ, Это просто в моем сердце, որ ես ասեմ, чтобы я сказал. մեր շատ սիրելի երիտասարդներին, Возлюбленная молодежь, մեր շատ սիրելի երիտասարդներին։ возлюбленная молодежь. Երիտասարդներ մենք ձեզ շատ ենք սիրում։ Молодежь, мы вас сильно любим. Բայց ուզում եմ ասեմ, Хочу сказать, քո կյանքում դու կարիք ունես, որ ելիցը գա։ ты в своей жизни имеешь нужду в исходе. Ամեն։ Аминь. Քո կյանքում դու կարիք ունես։ В твоей жизни ты имеешь нужду. Եվ քեզ մի ճշմարտություն եմ ուզում փոխանցեմ И хочу այսօր։ тебе одну истину передать. Դու չես գնում ճամբար, Ты не идешь в лагерь, որ ինչ որ մեկի հետ ծանոթանաս։ чтобы с кем-то познакомиться. Դու չես գնում ճամբար, Ты не идешь в лагерь, որ ինչ որ խաղեր խաղաս ճամբարում։ чтобы играть в игры. Դու չես գնում Ты ճամբար, не идешь в лагерь, որ լավ ժամանակ անցկացնես։ чтобы просто хорошо время Այդ провести. ամենը կա դրա մեջ։ Все это будет. Բայց ուզում եմ, Но я хочу, որ այսօրվանից чтобы сегодня, քո մտածելակերպի հիմքերը փոխվեն։ чтобы основания твоего мышления изменились. Դու гնում ես ճամբար, Ты идешь в лагерь, որ հանդիպես ամենակարող Աստծո հետ, чтобы встретиться со всемогущим Богом, որ այդ Աստված էլ который քո կյանքի մեջ ելիցը բերի։ в твою жизнь приведет исход. Հավատա, Верь, եթե դու если ты ուշադրություն չդարձրեցիր սրան, Если ты на это не обратишь свое внимание, քո համար ավելի կարևոր եղավ գնամ ես շփվեմ, и для тебя будет важнее просто общаться, գնամ ծանոթանամ ինչ որ մեկի пойду с հետ, кем-то познакомлюсь, լավ ժամանակ хорошо անցկացնեմ, время проведу, ելիցը չի կարա գա մեր կյանքի մեջ։ исход не придет. в Եվ твою մենք жизнь. կգնանք ճամբարու հետ կգանք գերության И մեջ мы նորից։ пойдем и вернемся обратно в рабство. Մենք կգնանք ծառայության եւ նորից գերի հետ կգանք։ Мы пойдем на служение, снова вернемся рабами. Մեր շատ սիրելի երիտասարդներ ջան, Моя возлюбленная молодежь, դու գնում ես ճամբար, ты идешь в лагерь, որովհետեւ Տերն է ուզում որ դու գնաս, потому что Господь хочет, чтобы ты եւ пошел. նպատակը մեկն И է, цель одна, որ Տերը чтобы ուզում է Господь, այդ ելիցը բերի քո կյանքի մեջ։ Бог хочет этот исход принести в твою жизнь. Եվ ուզում է И хочет, որ Տերը քեզ այնքան լեցնի, чтобы тебя настолько Он որ քեզ наполнил, օգտագործի, чтобы тебя использовал, որ դու շատ շատերի համար ելիցներ բերես նրանց կյանքերի մեջ։ чтобы ты для многих привел Հիսուսի исход անունով во имя Иисуса. խնդրում եմ վերցրա այս ամենը քո կյանքի մեջ Прошу, возьми это в свою жизнь. ու գնա այսօր։ И иди сегодня. Թող Տերը Пусть Господь իր զորավոր գործ անի այսօր ձեր կյանքի свое մեջ։ могущественное дело Այս сделает քանի в օրվա вашей մեջ жизни. В эти несколько дней Թող Տերը пусть Господь ազատի տարբեր գերություններից освободит от всякого рабства եւ կատարյալ բժշկի ու ազատագրի ամեն մեկին и ով կարիք исцелит ունի։ совершенным образом Հիսուսի անունով во имя Иисуса.